Գյուղական լռությունը երբեմն ավելի բարձր է գոռում, քան ամենասարսափելի աղմուկը։ Սյունյաց լեռների մեջ թաքնված մի փոքրիկ գյուղում, որտեղ բոլորը գիտեին միմյանց նախնիների 7 պորտը, Սահակյանների ընտանիքը համարվում էր բարոյականության ու պատվի չափանիշ։ Գառնիկը, ընտանիքի հայրը, քարագործ էր։ Նրա ձեռքերը կոշտացած էին աշխատանքից, բայց հոգին ավելի կարծեր էր, երբ խոսքը վերաբերում էր ընտանիքի անվանը։ Նրա կինը, Հասմիկը, այնպիսի համեստությամբ էր ապրում, որ նույնիսկ հարևանները նրա ձայնը հազվադեպ էին լսում։ Նրանց դուստրը, Լիլիթը, գյուղի զարդն էր, հանդարտ աչքերով ու խելացի հայացքով աղջիկը ոչ միայն տան օգնականն էր, այլև գյուղի հպարտությունը։ Նա պետք է դառնար բժշկուհի, ամբողջ գյուղն էր սպասում այդ օրվան։ Լիլիթը նշանված էր գոռի հետ, գյուղապետի որդու, եւ այդ միությունը պետք է վերջնականապես հաստատեր Սահակյանների բարձր դիրքը հասարակության մեջ։ Սակայն հարսանիքից ընդամենը 1 ամիս առաջ սկսվեց մղձավանջը։ Ամեն ինչ սկսվեց մի ուշ երեկոյից, երբ Լիլիթը տուն վերադարձավ սովորականից ուշ։ Նրա հագուստը փոշոտ էր, իսկ աչքերում կար մի այնպիսի սարսափ, որը Հասմիկը երբեք չէր տեսել։ Աղջիկը ոչինչ չասաց, փակվեց իր սենյակում եւ ամբողջ գիշեր լաց եղավ։ Հաջորդ օրը գյուղում լուրեր տարածվեցին, թե Լիլիթին տեսել են քաղաքից եկած մի շքեղ մեքենայի մեջ անծանոթ տղամարդու հետ։ Գառնիկը սկզբում չհավատաց։ Նա պատրաստ էր կտրել ցանկացածի լեզուն, ով կհամարձակվեր վատ բան ասել իր աղջիկա մասին։ Բայց 1 շաբաթ անց Լիլիթը հայտարարեց, որ չի ամուսնանալու գոռի հետ։ Նա պարզապես ասաց. «Ես գնում եմ քաղաք, ես այլևս ձեզ հետ չեմ ապրելու»։ Այդ օրը Սահակյանների տանը երկրաշարժ եղավ։ Գառնիկը կատաղությունից կուրացած ապտակեց աղջկան, բայց Լիլիթը նույնիսկ չարտասվեց։ Նա նայեց հորն այնպիսի հայացքով, որտեղ կար եւ սեր, եւ անսահման ցավ, վերցրեց իր փոքրիկ պայուսակն ու հեռացավ։ Գյուղը սկսեց եռալ։ Լուրերն օրեցօր դառնում էին ավելի զարհուրելի։ Ասում էին, թե Լիլիթը Երևանի ամենավատ համբավ ունեցող վայրերում է աշխատում, թե նրան տեսել են կասկածելի մարդկանց շրջապատում, թե նա վաճառել է իր պատիվը հեշտ կյանքի համար։ Գոռի ընտանիքը, վիրավորված ու նվաստացած, երես թեքեց Սահակյաններից։ Գառնիկը չէր կարողանում փողոց դուրս գալ, նրա վրա մատով էին ցույց տալիս։ Նա մեզ խայտառակեց ամբողջ աշխանի առաջ, գոռում էր Գառնիկը տանը պատերին հարվածելով։ Ես աղջիկ չունեմ, նա մեռած է ինձ համար։ Հասմիկը լուռ մաշվում էր։ Նա չէր կարողանում հավատալ, որ իր լույս աղջիկը կարող էր այդքան փոխվել, բայց փաստերը դաժան էին։ Լիլիթը երբեմն գյուղ էր ուղարկում թանկարժեք նվերներ եւ գումար, որոնք Գառնիկը հրապարակավ այրում էր գյուղի մեջտեղում, ցույց տալով իրար համար հանքը, կեղտոտ փողերի հանդեպ։ Անցավ 5 տարի։ Սահակյանների ընտանիքը մեկուսացավ։ Լիլիթի կրտսեր եղբայրը, Արմենը, մեծացավ այդ ամոթի ստվերում։ Նա ատում էր քրոջը, քանի որ նրա պատճառով ինքը միշտ կռիվների մեջ էր, միշտ պիտակավորված։ Մի օր գյուղ եկավ մի անծանոթ փաստաբան։ Նա փնտրում էր Գառնիկ Սահակյանին։ Գառնիկը նրան ընդունեց սառնությամբ, կարծելով, թե էլի Լիլիթի հետ կապված ինչ-որ ամոթալի բան է լսելու։ Բայց փաստաբանի բերած լուրը շոկային էր։ Լիլիթ Սահակյանը մահացել է 2 օր առաջ քաղաքի հիվանդանոցներից մեկում։ Նա ձեզ է թողել այս նամակը եւ մի քանի փաստաթուղթ։ Գառնիկը չուզեց նույնիսկ ձեռքը վերցնել նամակը, բայց Արմենը խլեց այն ու սկսեց կարդալ։ Որքան առաջ էր գնում կարդալով, այնքան նրա դեմքը գունատվում էր, իսկ ձեռքերը սկսում էին դողալ։ Հայրիկ, սա հնարավոր չէ, շշնջաց Արմենը ու սկսեց բարձրաձայն կարդալ։ Պարզվեց, որ 5 տարի առաջ, այն նույն երեկոյան, երբ Լիլիթը ուշ վերադարձավ տուն, նա պատահաբար իմացել էր մի սարսափելի ճշմարտություն։ Նրանց հայրը Գառնիկը տարիներ առաջ աշխատանքի ժամանակ տեղի ունեցած մի վթարի հետևանքով պատահաբար պատճառ էր դարձել մի մարդու մահվան։ Այդ գործը կոծկվել էր, բայց գյուղի հարուստներից մեկը, Վարդանը, ում մոտ Գառնիկն աշխատում էր, գիտեր այդ մասին եւ պահել էր բոլոր ապացույցները։ Հարսանիքից առաջ Վարդանը շանտաժի էր ենթարկել Լիլիթին։ Նա ասել էր. «Կամ դու կդառնաս իմ գործընկերների համար ժամանցի միջոց եւ կաշխատես ինձ համար, կամ հայրդ ցմահ կբանտարկվի, իսկ ձեր ընտանիքը կոչնչանա»։ Վարդանը պահանջել էր, որ Լիլիթը ոչ միայն զոհաբերի իրեն, այլև այնպես անի, որ ընտանիքը հրաժարվի իրենից, որպիսի ոչ ոք երբեք չկասկածի իրական կապը։
Լիլիթն ընտրել էր ամենադժվար ճանապարհը։ Նա դիտավորյալ ստեղծել էր փչացած աղջկա կերպար։ Նա գնացել էր քաղաք, բայց ոչ թե հեշտ կյանքի հետևից, այլ որպիսի կատարի Վարդանի դաժան պայմանները։ Օրագրում գրված էր ամեն մի օրվա տանջանքի մասին։ Նա ստիպված էր լինում ժպտալ այն մարդկանց, ում ատում էր, միայն թե հայրը ազատության մեջ լինի։ Բայց ճշմարտության ամենասարսափելի մասը դեռ առջևում էր։ Լիլիթն արդեն 3 տարի է տառապում էր ծանր հիվանդությամբ, որը ձեռք էր բերել այդ դաժան կյանքի ու մշտական ստրեսի հետևանքով։ Այն գումարները, որ նա ուղարկում էր եւ որոնք Գառնիկը այրում էր, իրականում նրա դեղերի փողերն էին, որոնք նա չէր օգտագործում, խնայելով, որպեսզի Արմենի ուսման վարձը վճարի գաղտնի կերպով, բարեգործական հիմնադրամի անվան տակ։ Նամակի վերջում գրված էր. «Հարիրիկ, ես գիտեմ, որ դու ատում ես ինձ, եւ դա իմ ամենամեծ հաղթանակն է։ Եթե դու ինձ սիրեիր, դու կփորձեիր ինձ գտնել եւ Վարդանը կոչնչացներ քեզ։ Ես ընտրեցի քո ատելությունը, որպեսզի դու ապրես։ Ներիր ինձ, որ քո անունը կապեցին իմ խայտառակության հետ։ Ես գնում եմ մորս մոտ, բայց ոչ թե որպես մեղավոր, այլ որպես մեկը, ով իր կյանքը տվեց իր սիրելիների համար։ Խնդրում եմ, Արմենին լավ նայիր»։ Գառնիկի ձեռքից քարը ընկավ։ Այն քարը, որը նա տարիներ շարունակ կրում էր իր սրտին որպես պատվի ու հպարտության սիմվոլ, փշրվեց։ Նա հասկացավ, որ իր ամբողջ պատիվը կառուցված էր իր աղջկա արյան ու կործանված կյանքի վրա։ Հաջորդ օրը Լիլիթի մարմինը բերեցին գյուղ։ Գառնիկը թույլ չտվեց, որ որևէ մեկը մոտենա դաղակին։ Նա ինքը, իր ծերացած ու դողացող ձեռքերով, շալակեց դաղաղն ու քայլեց գյուղի կենտրոնով։ Մարդիկ հավաքվել էին, շշնջում էին, բայց երբ Արմենը բարձրացավ մի քարի վրա ու բոլորի ներկայությամբ կարդաց քրոջ նամակը, գյուղում տիրեց այնպիսի լռություն, որը թվում էր երբեք չի ավարտվի։ Վարդանը նույն օրը փախավ գյուղից, բայց նրան գտան։ Ոչ թե ոստիկանները, այլ գյուղի տղամարդիկ, ովքեր հասկացան, թե ինչպես են տարիներ շարունակ սխալվել։ Լիլիթին թաղեցին գյուղի ամենաբարձր բլրի վրա։ Նրա գերեզմանին ոչ թե սովորական տապանակար դրեցին, այլ մի սպիտակ հրեշտակ, որի թևերը փակում էին մի փոքրիկ տնակ։ Գառնիկն այդ օրվանից հետո այլևս չխոսեց։ Նա ամեն օր բարձրանում էր բլուրը, նստում աղջկա շիրիմի մոտ ու պարզապես նայում հեռուն։ Նա հասկացավ մի դաժան դաս։ Երբեմն մարդիկ այնքան են զբաղված իրենց մաքուր անունը պահելով, որ չեն նկատում, թե ինչպես են կեղտոտում իրենց հոգին, դատելով նրանց, ովքեր լուռ կրում են իրենց խաչը։ Լիլիթը խայտառակեց ընտանիքին աշխարհի աչքում, բայց երկնքի առաջ նա փրկեց նրանց հոգիները։ Այժմ, երբ գյուղում որևէ մեկը փորձում է բամբասել կամ դատել ուրիշին, մարդիկ նայում են այն բլրին ու լռում, որովհետև նրանք գիտեն, ճշմարտությունը կարող է լինել շատ ավելի սարսափելի ու շատ ավելի սուրբ, քան այն, ինչ տեսնում է մակերեսային հայացքը։ Լիլիթի պատմությունը մնաց որպես հավերժական հիշեցում այն մասին, որ ամենամեծ սերը նա է, որը չի պահանջում ճանաչում, այլ պատրաստ է լինել անարգված հանուն սիրելիների կյանքի։